Իմ շատ սիրելի ժողովուրդ, բարև ձեզ, բարև ձեզ, բարև ձեզ։ Տեսեք ինչ առած սեղան ունենք եւ նաեւ ելակը ուտում ենք եւ հաճախ մարդիկ չիմանալով ելակը ուտում են հաճույքով, ընտիր, կալորիականությամբ ցածր, միկրոէլեմենտներով հարուստ, վիտամիններով ընտիր եւ ամենակարևորը, որ չգիրացնում։ Նյութափոխանակությունը ակտիվացնում է, արյան շրջանառությունը լավացնում է, սրտի աշխատանքը լավացնում է եւ այս բոլորի հետ մենք պոչիկը դեն ենք նետում։ Արժեր նետել։ Ես ձեզ կասեմ, իհարկե ոչ, որովհետեւ այս պոչիկները իր մեջ պարունակում են այնպիսի նյութեր, որոնք շատ լավ ազդում են յուրաքանչյուրի ընդհանուր վիճակի վրա, երբ կա այնտեղ շաքար եւ իջեցնում են շաքարի տոկոսը արյան մեջ։ Գիտեիք, իհարկե ոչ։ Դրա համար շաքարային դիաբետիկներին եւ ոչ միայն շաքարային, այլ յուրաքանչյուրին կարող եք չորացնել հովտեղ կամ հենց այսպես թաց վիճակով լվանալ եւ դնել սառցախցիկում։ Տեսնում եք, ակլորն էլ է ասում, ճիշտ է։ Եվ պահելուց հետո մենք կարող ենք կամ հիմա, կամ չորացրած կես թեյի գթալը մեկ բաժակ ջրին լցնելուց հետո թրմել, թողնել ընդամենը թրմվի 20 րոպե եւ օգտագործել, կամ թեյ կարող եք պոչիկներով խմել, կամ այսպես թարմ վիճակով, ընդամենը 20 հատիկ եւ ձեր թեյը պատրաստ է։ Իջեցնում է շաքարի տոկոսը արյան մեջ եւ այնուամենայնիվ ուզում եմ ասեմ, չափից ավելի լավ է նաեւ մաշկի համար, ունի հակաբորբոքային, հակավիրուսային, մաշկը թարմացնող հատկություն իր հզոր վիտամին C-ի շնորհիվ։ Մենք աղացով աղում ենք, հաճախ ելակն ենք քսում կամ լոլիկն ենք քսում կամ մալինան ենք քսում ազնվամուրին, բայց կարող ենք հենց այսպես աղալ մսաղացով կամ բլենդերով խփել եւ մի փոքր ալյուր կամ կրախմալ եւ քսում ենք ամբողջ դեմքին, մի փոքր էլ զեյթունի մի քանի կաթիլ յուղ։ Պատկերացնում եք 3-4 անգամ անելուց հետո կտեսնեք ինչքան է թարմացել ձեր մաշկը, գեղեցկացել։ Ուրեմն ստացվում է այդպես, որ ելակը ուտում ենք հաճույքով, սերոտոնին ֆերմենտ է սինթեզում, այսինքն երջանկության ֆերմենտ, որը մեր տրամադրությունն է բարձրացնում։ Պոչիկները մեզ գեղեցկացնում է եւ իջեցնում շաքարը միայն ու միայն ելակով։ Ուրեմն դեն չդնենք պոչիկները, օգտագործենք, որպեսզի լինենք գեղեցիկ եւ առողջ։ Սիրում եմ ձեզ։ Տեսա՞ք։